Ողջույն։ Ողջույն։ Լվովյան փողոցից Անահիտ Ամսի 26-ին ամսի ուզածը տեղավ վերջը։ Ինչ? Ամսի 26-ին 26 աստիճան է։ Ու 26 թիվը։ 26 թիվը։ Այսօրին ես այ մամայի ծնունդն է Ժաննայի։ Այո։ Ու մենք գնում ենք բեմադրությանը։ Անուշ։ Այո։ Մենա խախ, դա? Ոնց են ասում։ Մենա Մոնոսպեկտակլ էլի։ Մենա ներկայացում։ Մենա Մոնո։ Գայի պողոտը։ Մոնո ներկայացում ավելի։ Մոնոնքը Վարշավիչն է։ В общем, Ժաննային մենք շնորհավորում ենք, կտեսնենք կշնորհավորենք, բայց այստեղ էլ ենք շնորհավորում առողջություն եւ հաջողություն կյանքում։ Ապրես Անահիտ։ Միանում եմ։ Բոլոր լավ բաները, ինքը արժանի է։ Անահիտ, այդ ծառերի մեջ գրած է մանյա։ Լավ է։ Էները չկարացան կարդան։ Կարող է մամա է խառնում իրար։ 3 տարին նայա, ինչ մամա։ Դե քամին։ Մի հատ մային նայ առաջի տարը լրի Դե տարբեր ձևի է, քամին տեսես, բայց պոչը ինչի է կախած։ Հիմա նախորդ ասում եմ, ստեղ ես չեմ տեղավորվի, չսկսես։ Չի իհարկե։ Ետ ես էլ գիտեմ։ Աբովյան փողոց հայր, առջևում Թումանյան փողոց, մենք են կողմից եկանք, ընդեղ Աբովյանն է։ Այս նոր ծառերն են, լավ մեծ տերևներ են, ալյակատալպա, Թումանյան շաուրմա, ինչն է փոխվե։ Այս բաշե, այս երկուսն էլ չկային են անգամ, այս որ ուտում են, այս պայտերը նոր են դեր է։ Չէ, հանձրևը սկսեց Անահիտ։ Ինչ անեմ, ես է գնամ վեկալ եմ, լավ է, հավես չկա, ու կթրջվեմ։ Այս ծառերը լավ բան են արը, չէ, աշխոժացել են, հլը նայի, հլը վախնել գա ծաղիկներ կտան, ինչ նեղ աստեղ, այս օրինակ չլներ, լավ կլներ, այս փոսը փորաշ չլնեին, նորմալ փողոց էր, Թումանյանը, կարպետներ, ստեղ Անահիտը իրա խորին համոզմամբ խովի վարակվեց, այդ կարպետներում չէ Անահիտ։ Լսեցի։ Լավ, ոչինչ։ Գրիլյան բարը, ես կա ասենց քիչ մարդ Անահիտ, ես ինչ է։ Непорядок։ Բա են բանը ուրա են, խինկալին, սուպեր։ Ինչ խնկալի։ Գոլդ, են մեքենայով անցանք, հա։ Ստեղ մի վաղտ խնկո ապեր գրադարանն էր, հիմա տեղափոխվել է այնտեղ, հատուկ շենք սարքեցին։ Հիշում եմ, շենքը չէին բացել, շինարարական աշխատանքներ էին գնում։ Իրիկունը մի անգամ Աշոտի հետ մտանք, սաղ ուշադիր նայեցինք, դե այն վաղտ այդ ձևի շենքեր նորություն էր, էլի։ Կարծեմ Ջին Պետրովիչն էր հեղինակը, իրանց էլ դաս էր տալի, երևի դրա համար Աշոտ ուզեցավ նայի, բարև ձեզ, ես էլ ընգա իրա խելքին, մտանք սաղ նայեցինք։ Իմիջայլոց ընդեղ մի հատ մեծ կլոր պատոհան կար,
ու դա նախատեսել էին, որ բարակ մարմար լներ դրած։ Բայց վերջին ինչ դրեցին չեմ հիշում անայդ։ Մի օր մտնեմ հələ տենամ ինչ են դրել։ Վայ։ Հերթական հագուստի խանութ։ iPhone-ը չկա էլ։ Աջան։ Հա, շնորհակալություն։ Սայատնովա 22։ Սայատնովա 22։ Դաշիկը լնդերից։ Լսեցինք, շնորհակալություն շատ։ Տենես։ Դե լավ է որ Ուշադիր լավ աղջիկ էր։ Կարողատուրն էլ աշխատում ընդեղ։ Նաիրյան։ Կզանգենք, բարև Արմեն ջան։ Անահիտը, սա ինչ է գրած, չէ, Անահիտ չի գրած։ Նաիրյանն է գրած, Նաիրյան։ Դե հա էլի, Նաիրյան աղջիկների հեզաճկուն։ Դու հեզաճկուն ես պարում իմիջայլոս, նկատել ես։ Չէ, մանան Դե ես կեզ ասում եմ։ Տերյան փողոց։ Ընդեղ էլ սենց գեղեցիկ երկնակքեր Էլ ես պասի գնամ ասեմ։ Հնդի կա։ Ասեմ արդեն գժվել են, իրանք շատ լավ են հասկանում են հայերեն։ Հա։ Են բանի նման, չէ։ Ձեր առնին, ամորդ։ Են հավաքարարուին, որ 50 լեզվով կարում ասի։ Կուդա տիպա, մույտմու։ Յա, ես ինչ կոլոր են բրնել։ Են միմինոյի մեջ իշմես։ Մանուշակագույն։ Вот тебе краска, вот тебе колор, չեմ իշում, вот тебе ինչ։ Ես ինչ նոսգույն է, ճիշտ բրնել։ Չէ։ Մենակ։ Ես ինչ-որ ձմեռային գույներ է։ Սառը գույն է, էլի։ Հələ տես ինչ սպորտսմեններ են։ Ես մեկը մեծ է, այն մեկը փոքր է, անետ։ Հայրը որ։ Պապա, это медвежонок։ Հա, տենց ես կարծում։ Ես տենց եմ ենթադրում։ Հա, вообще պապայի է նման։ Բայց ինչ նման են իրար։ Ինչով են տարբերվում, կարաս ասես։ Այս հրամոտ թշին, այս պոկվել է, ես էլ գիտեմ։ Պոկվել է ուղղակի։ Ես երեխու թշին պոկվել է։ Ես ինչ սաղիկներ են, անայդ։ Գարտենզի։ Յա, բայց գարտենզան սենց մեծ տալիս է։ Սրանք նման են, բայց ես մեկը չապազանցրել են, հա։ Իսկական չի, չէ։ Չի, Ապսոս։ Էնի ռոզ։ Հա, ես բուկետն էլ անայի այդ գույների մեջ ձմեռային։ Դրա համար էլ դրել են։ Վարդերը սիրուն են, բայց իրանք շատ շուտ են տոնում։ Լուսի այդ բանի վարդերը ինչ լավն էին, ես էլ համոռանում եմ, մի հատ նկար եմ մերոնց ցույց տամ։ Զովքից որ առնում ես։ Հա։ Հա։ Կարմիրն էլ չէ, ինչ լավն է։ Անտիր։ Այսօր ես նայում հիանում էի, բայց մտքովս չանցավ նկարեմ։ Հələ բաթութակները ինչ լավն են, իսկական են, չէ։ Ինչ լավ բռնացրել են զրույցի մոմենտը, չէ։ Ես մեկը կռվարար տեսք ունես։ Ես երկնագույնը։ ապոզիցիա է։ Են մեկը արդեն հաղթել է ընտրությունները, այնց մի քիչ հանգիստ է։ Շատրվան, այս շատրվանը կարելի է առնել իմիջիայլոց։ Անայդ կարող է առնենք տանը դնենք մեծ սենյակում։ Ջուր անցկացնենք։ Տանցել է առ։ Դու ցավերը կասես, ես հատակին ջուր թափեց, ես ինչ բերեցիր տուն։ Դու հլա բեր հետո, հա։
կխոսանք։ Այդքան տանջվեմ, բերեմ հետո ասես տար հետ։ Էս ինչ է անայց, կլոր։ Չգիտեմ։ Ոնց որ վարդեր են, գիտես, բայց Չէ, վարդ։ չէ։ Հա, Սա պտուղ է, ավելի շուտ դեղցի որակի, տես նենց մի գիծևի շրշավը է, բայց ես ինձ փոքր դեղց չեմ տեսել ես ճիշտ։ Էս էլ ավելներ են, հա։ Այո։ Դա գիտե։ Էս ինչ է անայդ։ Միջերոց ես ավելները շատ լավն են, իմ մոտ քանի տարի է ես ավելը։ Սենց գույնավոր։ Չէ, ինքը մի գույնանի է, բայց էլ ես ինձ պապուկ։ Էս բանը արած են, ոնց էր կոչվում։ Մելիրովկա։ Մելիրովկա արևա, ավել։ Էս հարցրեցի, բայց հասկացա, մոմակալ է, հա։ Այո։ Էս մոմերի կայֆը ես չհասկացա ճիշտն ասած, բայց ոչինչ, մարդ կա հասկանում է։ Ալիսան է շատ սիրում մոմեր, բայց նենց ճաշակով մոմեր։ Վերսա, մեր մեքենան Վերսա է անայդ։ Արմեն, Վերսալա։ Ավայ, լավ չնկատեցի։ Գնացինք, ստեղ միտեղ թեյարան էր։ Այ հենց էստեղ։ Հա, ես էր, հիշում եմ ընկերս գնացել էր բողոքում էր։ Ասում էր մի բաժակ թեյ ու 50 գրամ վիսկին նույն գնի են, չգիտեմ խի։ Մի բաժակ թեյ էստեղ 1100 թե 1200 Մի հատ էլ 50 գրամ Ջեք Դենիելսն էլ էր այդքան։ Ասեց ինչի է տենց, ասեցի հատուկ, որտեղ գալիս են, էժան բան են ուզում վերցնեն, թեյ են վերցնում, վերենկալ է թեյը թանկ են դրել։ Մենք ստեղ նստել ենք Սիլվայի հետ, դրա համար ես հիշում եմ գները։ Ու թեյ եք չէ խմե, Այո։ փոխանակ Ջեք Դենիելս խմեիք։ Hit you in the eye with a fucking toy? Հետաքրքիր է, որ հայ երիտասարդներն են գորալով գնում փողոցով։ Հենց առանձնապես չի ազդում վրաս, բայց այս խեղճ զբոսաշրջիկները, որ գորգորալով գնում են, փիս նեղանում Դե են։ որտեվ իրանց սանձարձակ են պահում։ Մտամ մեր երեխեքը ինչ են անում։ Մեր երեխեքը իրանց երկրում են։ Անձարձակ Մենք են ասենց պահում։ պահում ենք իրանց երկրներում։ Ահա, այն այ, այս ծառը չէ։ Ոնց է գեղեցկացնում է սաղ տարածքը։ Այո, հետո Իմաստավորում է։ Ես էլ եկանք հասանք հլի մատ կլոր պատոհանը նայեմ ինչ են արել։ Են անա այդ կլոր։ ու ինչ պետք է անեին, Արմեն։ Ես ինչ անտաղան լուծում են տվել։ Նույնիսկ մի հատ ապակի էլ չի է։ Այս ռամա են դրի մեջտեղ։ Հա, չգիտեմ։ Համար։ Շատ գիտեմ։ Բայց այն վաղ հաստատ, նույնիսկ ինչ որ մեզ դիմեցին մի մոմենտ, ասեցին կարակ տենց բարակ բան անեք, ինչ որ Ինչ անեք։ մարմարը տենց բարակ տաշեք էլի։ Երևի մենք մզմզացինք, չեմ հիշում։ Բայց հիմա տեսել ես, չէ՞, գեղամը ինչ է ստացել մարմար։ Չէ։ Մի միլիմետր է, ասենց ծռվում է։ Բայց ինչի է դա պետք։ Ես իմ գեղամն է էլի։ Սարքել է։ Առանցել էլ շատ փափուկ քարը, այդպես բարակում է պետք։ Չէ, ինքը տակը պլաստիկա տա կպցրե, որ չփշրվի։ Ճկուն էլի։ Հիմա ձեզ ինչ էին խնդրել։ Հեղինակով անայդ։ Լավ։ Նուրը։ Ճիշտ է։ Մեզ գիտես Լյովան էր խնդրել Վարդանյան, հարցրեց, ասեց կլնի այդ չափսի Արմեն, մարմար։ չեմ հասկանում, այդ ռաման պետք է մարմարից սարքի։ Չէ, այս կլորը լրիվ սաղ, պետք է ալներ բարակ մարմար, իրա այդ բաներով էլի, ժիլկեք ոնց է հայերեն։ Սենց գեղեցիկ մարմար էին ուզում։ Հա, ջիլերով, ջիղերով, միս չի անայդ, ես ինչեր ես ասում։ Դե հիմա։ Հա, в общем, տենց մի բան։ Բայց հիմա ես մտածում եմ, մենք այդ վաղտ այդքան փորձ չունեինք էլի բանի
Սա շատ հանգիստ կարելի էր Onyx անել։ Onyx-ը նույնիսկ մի քիչ հաստ է, ինքը շատ լավ թափանցիկ է, էլի, ասենք 10 մմ-անոց Onyx-ը համ չէր կոտրվի, հանգիստ կարելի էր տեղադրել, էլի։ Դե ես գտնում եմ սրան ոչինչ պետք չէ։ Ինչի՞։ Այդպես մնար։ Իա սիրուն բնական քարը մի հատ ընտրում ես, լավ քար։ Իա այս ծառերը երկու հատ էր անայդ, ես գիտեմ մի հատն է տենց։ Օրինակ այս տարածքը, որ մտքով հիշում ես այս տեղը։ Այս որ դուրեկան տեղ ես, չէ՞ հիշում ես այսքանը։ Ես որ հա։ Ճիշտն ասած ես այդ տարածքը չեմ հիշում։ Չէ։ Մտքով։ Ես հա ու ես մտածում եմ, որ այս ծառերի շնորհիվ։ Հա, այն նուրն է արեան, նուրի գործն է։ Ոնց ես նոր չասեցի Արմեն։ Հա, ասեցի։ Դե ասեցի մի քիչ շոկուտ այդ խաղամ, չկարելի։ Անայդ այստեղ նայի գրածը բացի ծառայողական մեքենաներից ոչ մեկին չի կարելի կանգնել։ Բայց կարային տակը ժամ գրեին, չէ՞, այս սրանք 24 ժամ չէ։ Բայց դեղինքից է, այդ ծառայողականը դեղին գծի վրա կա։ Դեղինը այսքան տեղն է, այն կողմը չկա արդեն դեղինքից։ Ես աս Տոթա Արմեն։ Ստեղ բրցնում է, ճիշտ ես ասում տոթա։ Լավ անձրև է գալու, շատ ուժեղ, այստեղ է լավ տեղ էր մեքենայի, հլա նայեք։ Հա։ Ես տենց եմ մտածել էի, Թումանյանի վրա տեղ չլինի, գամ ստեղ կանգնեմ։ Ացխալը էլի, ժամերը պետք է գրեն։ Մենք որ քաղաքում էինք, հա, Լիսաբոնում էինք, հիշում ես։ Վարձով մեքենա էինք վերցրել, մի գիշեր պետք է մնար մեր մոտ։ Այնտեղ կողքերը նայեցինք, մի հատ հիմնարկություններ, այնտեղ գրած էր ժամը, այսքանից այսքանը, էլի։ Այն մնացած ժամը ազատ էր ու անվճար։ Տարանք այդտեղ կանգնացրեցինք։ Բայց ես հիշում եմ գարաժ էր ինչ-որ։ Չէ, ինչ գարաժ եմ։ Պացիեմկայի նման այդպես։ Գարաժ չեն գնացել մենք, սխալ ես հիշում։ Հենց մեր հյուրանոցի դիմացն էր համարյա։ Ճիշտ է։ Տենց հիմնարկ էր, որի այնտեղ ցուցանակեր այս ժամից այս ժամը հիմնարկը չի աշխատում, թող կանգնեն մարդիկ։ Խի են թաքցնում բարշի։ Ինչ ես ուզում անել։ Փողոց չեն կանցնելու։ Չէ։ Ուղղակի կդիմավորես ճանապարհ կդնես։ Կարենք էլի Էնի Ռոզից մի հատ բուկետ վերցնենք, չէ։ Երևանցիներին դիմավորենք։ Պատկերացնում ես, այդտեղ կանգնած են հիպիների նման։ Ամեն մեկին մի հատ վարդ տայինք, ինչքան գեղեցիկ կլներ։ Դու հիպի եղել ես ամետ։ Չէ։ Ես դու եղել ես։ Ող չէ։ Բա երկրորդը ուր է։ Տարածքը հասանելի է մի խոսքով, բայց ինչ-որ դիլխոր է գնում, խռովել է մի քիչ, արդեն տարիքով, չէ նա լավ էլ վազեց, անցումը տեսա վազեց, տարածքում ասում է, ավես է, չէ։ Այդեն դաստիրակված շուներ ունենալը։ Ստեղ լավ է, կանգնում ենք սա քաղաքական անցում անենք։ Ինչա։ Հարմար է, մենք կանգնում ենք քաղաքական անցնում է։ Են ուր է գնում կարմիր լույսի տակ, չի է լավ անցում, հետ է կավ։ Աման չեց, բա սրանք ուր են գնում, այ մարդ կարմիր է, այ երեխեք ջան, են մեքենաները ուզած չուզած,
Այս սրանք տուրիստներն էին, ոնց կջղայնանայինք, չէ, այս տղաները, որ կարմիրի տակ մեր քաղաքում։ Միշլավ տեղ են կանգնանել։ Որոշել ես ստեղ կանգնել ժամերով։ Բայերք են։ Են տղեկը, որ սպասի գալիս են, որ գնացինք։ Են տղեկը, որ ուգլավիկ էին, մի օպ, դեմ ես իշլավը։ Մարդիկ իրար սիրում են, ենքան են սիրում, մինչև մայթ չհամպերեցին, գնացինք լավ։ Մարդ ամեն ինչից որոշ ժամանակ հետո հոգնում ա, չէ։ Ես մասը հետ չեմ սիրում, այս մասը։ Ինչ է։ Նյունգիտնի մասը, չգիտեմ։ Լավ ծառերը կան։ Այս փոշն է սաղ փչացնում։ Ումն էր սա, մորակ։ Մալխասը ինչ-որ ստեղ ամենասկզբից բացեց, հետո գնաց Պուշկին։ Բայց այստեղ չեմ մտել։ Դե են վաղտ մենակ ալիգարխները ստեղ կարային մտնեին։ Բայց հիմա լրիվ դատար կա։ Հա, դարդակը։ Հիմա պետք դրել են մետաղյա դարբասներ։ Դարբասը։ Գնաց բոսաշրջիկը։ Ես էլ մերոնք եմ։ Ռուսաստանից էին, ռուսերեն էին։ Հա, ես աղջկեքը արդեն չէ։ Ես երկուսն էլ են հայեր են խոսում։ Բայց սպուլկա հայերեն էին խոսում։ Էդ ոչինչ։ Մերոնք են մեկա։ Մերոնք են, կասկած չկա, բայց դրսից էին։ Այ այս սրանք են ծառերը, որ քաղաքապետարանը չի սիրում։ Թեղի։ Շնապ կնելու։ Ես էլ դե ասեք, որ գրադարանն ա կարակ։ Ես ինչքան մարդ ա եկյան այդ։ Բա պրեմիերա է, չգիտես։ Չէ։ Միշտ էլ պրեմիերային շատ է ժողովուրդը լինում։ Մի հատ աֆիշը գտնենք նայենք։ Ոնց է պրեմիերա հայերեն։ Մի քիչ համբերի կհիշեմ։ Մենախոսություն չի։ Կոմիտասը։ Այն չտակիր է։ Տիկնիկային թատրոն հանայց։ Հա, երևում տիկնիկը։ Բավով է գրե հետաքիր է։ Երաշտական ձևավորող Սևադա ինչա, Համբարչյան։ Համբարչյան։ Սևադայի Թատրոնի ղեկավար Արտաշես Բաբայան։ Գիտես Արտաշես Բաբայանին։ Չէ։ Հեսա ծանոթացնեմ քեզ իր հետ։ Պինոկիո։ Գուլիվերի արկածները։ Ես Ֆրանս մինիատյուրներ, լավ, չէ, точно այսպես էր, դոմիկները բան։ Ճիշտ է։ Ես բանը, գետա թե լճակա։ Այո, պարզա։ Ֆունտիկի արկածները։ Արի, Արտաշես էր անունը։ Բաբայանի անունը ոնց էր, Արտաշես։ Արի, ծանոթացնեմ քեզ իր հետ։ Ինչ է։ Ճոզում։ Ինչ-որ ուրիշ մի բան է, գիտես, միջոցառումներ լիքը երեխեք կան։ Հա, ինչ-որ։ Ես մեծ դահլիճում երևի ուրիշ մի։ Մենք փոքր դահլիճն եմ գնում։ Արի, անայդ։ Ահավասի։ Արտաշես Բաբայան։ Ծանոթացար։
Դերում ես երեխեքն էլ են ասում, կնկարես։ Մի վաղ զորով էին համոզում նկարվեն, չէ։ Հա չէ, հաստատ ես մեծ դահլիճն է։ Այ մենք պետք է ծաղիկներ առնենք, Արմեն։ Սետքի համ պրեմիերա է։ Ոչինչ, մենք նվեր ունենք, կտանք ծաղիկները, հետո իրան։ Ծաղիկը վսյոտիկի պետք է։ Դե արդեն ուշ է։ Բայց քանիսն է ժամը, մի հատ նայի։ Սպասի անջատեմ։ Դա հարցրեցինք։ Ժամը 7-ին է սկսվում իրանցը, իսկ հիմա արդեն 7:04 րոպե է։ Մեծ դահլիճում է, կոչ երգ եւ պարա կոչվում։ Այդ որտե կարանք իմանանք, ով է երգում, ով է պարում։ Բա ինչ դա պետք։ Հետաքրքիր է։ Любопытно одно. Որ մտավ էր հետո մտակ է մի ասար։ Ներողություն կարող է գիտեք ով է երգում պարում։ Այդ երգպարը էլի։ Հայ արևի սաները։ Հայ Արև։ Արև, հա։ Արև։ Արեք, սաները, հա, երեխաները։ Հայ արևի երեխաները։ Հա, պարզ է։ Արեք անայդ։ Բայց ով ասեց, որ մենք մտնում ենք։ Մենք գնում ենք Իգիթյանի կենտրոնը ուսումնասիրենք։ Կամ էլ մտնենք ես բիլիարդ խաղամ դու նստի, լավ հով տեղ է։ Ուզում ես բիլիարդ խաղացում հետ։ Բոլորովին։ Այ ես ընդեղ կնստեմ հիմա։ Ես գնամ բիլիարդ խաղամ։ Գնա ընդեղ Իգիթյանի կենտրոնը։ Հոգնեցիր նստի Անետ ջան։ Հիմա այդ լավ է, որ խորն է, թե վատ է։ Լավ չի։ Հենվի։ Ինչ անեմ, բռնեմ ես բակը մտնեմ։ Ընդե ինչ-որ բան են խաղում ոնց որ թե։ Չէ, լավ է, եկեք ես մանկական արվեստի թանգարանը նայենք։ Այդ բակում ինչ-որ մութ էր աշկիս GoPro-ի համար։ Մանկական արվեստի թանգարան, գրախանութ, գրադարան, արտակարգ արվեստանոց, այդ հետաքրքիր է։ Այդ ինչ կարող լինի արտակարգ Children's Art Museum Արի կարոտել եմ քեզ, հա։ Վայ, բաց է։ Ինչ հավես է։ Գեղագիտության ազգային կենտրոն։ Բարև ձեզ։ Ես մի հատ հարց ունեմ, այնտեղ արվեստանոց էր գրած, չգիտեմ ինչ ձևի։ Արտակարգ արվեստանոց։ Արտակարգ, հա։ Այդ ինչ է, խմբակ է։ Չէ, մեր արվեստանոց հավաքի կարող եք տեսնել։ Հա, կարող է։ Դասեր եք ունենում։ Հիմա չկան դասեր։ Հիմա չկա։ Այս բանի դաս չկա։ Մի վարկան։ Թանգարանի արվեստանոցն է, այստեղ մաստեր կլասներ, տարբեր դասեր երեխաների համար եւ ոչ միայն Մաստեր կլասերը մասնագետներն են, ասենք ինչ որ հայտնի նկարիչ, հա։ Նկարիչ արվեստագետներ, այս բանին տարբեր երկրներից մշակութային խաչմերուկ միջոցառում ունենք։ Տարբեր երկրներից արվեստագետներ են գալի, երեխաների աշխատում են։ Իսկ հայերեն խոսում են, թե թարգմանիչով է երևի, հա։ Որ դուք կադրի մեջ ընկնեք ոչինչ։ Ոչինչ։ Շնորհակալություն։ Օրինակ վերջի անգամ հայ արվեստագետներից ով է եկել, կարող է հիշեք։ Մեր ուսուցիչներն են հիմնականում։ Հա։ Կենտրոնի ուսուցիչներն են։ Հա։ Ափսոս, հրավիրվածներ չկան, հա։ Դերևս չունեն։ Ստեղ մի անգամ լավ ցուցահանդես եղավ, կարող է հիշեք Վելիկոդնի։
Հա? Այս շատ լավ տղա է, սետրակ։ Կանչեք թող երեխեքի։ Չի ուզում գա։ Չգիտեմ, չեմ խոսել։ Դե պետքա դիմել երևի։ Այս երեխաներն են նկարել։ Այո, այս իտալացի արվեստագետի հետ համագործակցելով, Ահա։ Սասունցի Դավիթ թեմայով անիմացիա պետք է ստեղծել, իրենք նկարել են, որ հետո անիմացիա դառնա։ Մի րոպե, ստվարաթղթի վրա Սասունցի Դավիթ։ Այս էսկիզային տարբերակը, վերջին։ Էսկիզայինը, անիմացիա հա։ ենք դնում։ Հա, այս երևի Մսրամելիքի բանն է, հա։ Կացարան։ Շատ հավես տեղ է։ Իսկ մեծերը կարան մասնակցեն։ Մեծերի համար էլ ենք ունենում դասեր, այս պահին ինչ-որ հստակ բան չունենք, բայց Այո։ այդ օթապարուկի դասեր ունենք, օթապարուկի նկարազարդում օրինակներն են։ Այո, հա, շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն շատ։ Ես կարելի եմ այդ սրահով ասենց արագ անցնեմ ուղղակի։ Դες լավ օր։ Բա մինչև ժամը քանիսն եք աշխատում։ 8-ը։ Հա։ Սա էլ գրախանութ է, հա, փաստորեն։ Յակով Զարգարյանն է գրել Իգիթյանի մասին։ Հա, ինչ հետաքրքիր է։ Այս մյուսներն են պարոն Իգիթյանի հեղինակային գրքերն են։ Սրանք, հա։ Ահա։ Ես մա որ առնեմ սաղ թատրոնի վաղ պետք է բռնեմ դրա համար։ Բայց Յակով Զարգարյանը հատել եկեք տնանք։ Այս երեխաների գործեր են, չէ՞ բոլորը։ Հա։ Սասունցի Դավիթի սրահն է առաջի հարկում։ Օ, սենց է կոչվում սրահը, Սասունցի։ Փոփոխական սրահ է լինելու, պատկերաբար փոխվելու էքսպոզիցիան, այս պահին Սասունցի Դավիթ է ցուցադրվում։ Ա, ուղղակի տենց, ես կարծի սրահն է կոչվում Սասունցի Դավիթ սրահ։ Այս պահին Սասունցի Դավիթ ենք ցուցադրում, Այդ թեմայով է։ այդ թեմայով են։ Ահա։ Ես էլ մի հատ գլուխ գովամ, այս մեր ֆիրման է, այս հատակները մշակել, վերանորոգել ժամանակին։ Մենք էլ այդ ենք կարում անենք։ Ապլիկացիա։ Ափսոս, այսքան չեմ տենում։ 14 տարեկան։ Ահա, արդեն իր ոճը ունի, հա։ Այո։ Դեռ 9 տարեկան։ Անհավատալի է, չէ՞։ 9 տարեկան երեխան։ Այդտեղ բացիկայի աշխատանքներ են։ Ահա, Վրա տկորի ներկերով հատուկ։ շատ գեղեցիկ է, շատ։ Այս աղջիկա հեղինակը։ Կոնկրետ սա, այո, Լիլիթ Ղազարյան, 10 տարեկան։ Լավ է։ 10 տարեկան։ Սիրարփի Գևորգյան, վերևը 13 տարեկան։ Այդ մի աշխատանքը, որ տեսնում եք, տեխնիկային թատրոնի վերևը խճանկարային։ Ճիշտ է, հա։ Հա։ Այսինքն ըստ սրա են ընդեղ արել, թե ընդհակառակ։ Ըստ սրա ընդեղ են արել։ Ինչ է ասում, այսինքն ասենց հին է, հա, փաստորեն շուտ է արած։ Այս սրանք 2000-ականների գործեր են։ Հա, շատ լավ է։ Իսկ քանի տարեկան է հեղինակը։ 7։ 7 Տատևիկ Ղազանչյան։ Ղազանչյան։ Հետաքրքիր է, Ղազանչյանի հետ կապ ունի։ Բայց շատ զարմացրեց ու հիացրեց։ Ներողություն, քանի տարեկան ասեցիք։ 7։ Դե թորներին կպատմի, որ այդ իր գործն է, բայց եղել է 7 տարեկան։ Սա խմբակային աշխատանքն է, աշխատանքը Սասունցի Դավիթ թեմայով։ Մենք Սամվել եւ Մանվել Բաղդասարյաններն են ուսուցիչները եղել։ Ահա։ Մեծ արվեստանոցում էինք այդպես խեցեգործության, հիմա էլ կա խեցեգործության, բայց իրանք հայտնի են Սամվել ու Մանվել Բաղդասարյանները, տենց Իրանք մեծ են թողել։ գնացել են, հա, երևի Մահացել։ Հայաստանից, մահացել են։ Սրանք բավականին
Հա։ Այս կոնկրետ 2003 թվականի աշխատանքը, բայց այնտեղ ունենք 90-ականների, 80-ականների գործեր իրանց արվեստանոց։ Հա։ Սամվել Մանվել Բաղդասարյաններ։ Խմբակայինը, որտեղ ահագին տեխնիկաներ է տարբեր, հա, երևի մեջը դժվար է։ Որտեղ տարբեր երեխաներ իրար հետ են աշխատել։ Հա, Մի իրար։ մարդու չի, էլի, մի երեխայի աշխատել։ Հա։ Հասկանալի է։ Այս դեմքը ինչ որ ծանոթ է։ Ով կարող է լինի։ Այսը Ձենովոհանն է, հա։ Ձենը գցել է։ Ինչ են երեխաները մեծերից լավ նկարում, չգիտեք։ Մի նկարիչ ունեին, եկավ պտտվեց, վերջում ասեց, որովհետև երեխաները ոչ մի իզմերին չեն ու իզմերի ուղությունների չեն ենթարկվում։ Իրանք իրանց ձեռագիրն ունեն, իրանց ոճը ունեն։ Այո, հոյակապ միտք է։ Իզմեր չկա իրանց մոտ։ Դե մեծերն էլ այնքան են մեծանում, մինչև հետո այդ իզմերից ազատվում են, եթե հաջողվում է։ Դե ասենք Պիկասոն օրինակ, չէ՞։ Ազատվեց, բայց սաղ չէ, ակին մարդ շատ դժգոհ է, որ ազատվել է։ Այս ինչ հետաքրքիր խփում է ոտով։ Այս ասենցի Դավիթի մեջից է։ Այո։ Այսով ում ասենց խփում։ Սանասարը եւ Բաղդասարը խաղում են երեխաների հետ։ Ասենց խաղա լինում, այ մարդ էս ինչ է անում։ Տենց է կոչվում նկարը։ Վերնագիրը էս։ Լավ էր։ 6 տարեկան է հայտնենք։ 6 տարեկան։ Միքայել Նիկողոսյան։ Հետաքրքիր է, ինչ որ սարյանական բան կա, չէ՞, ծառերը բանը։ Որտե՞վ է։ 2003։ Հա, չէ։ Ինչ թվաց կարող է Սարյանն է սովորել երեխայից, բայց Չէ։ Սարյանի մոտ ավելի շուտ է։ Գործեր չունեն։ Այդքանին։ Շատ լավ է։ Բայց ինչ լավ միտք էր, չէ՞, Հենրիկի մոտ այս երեխաների համար։ Հետաքրքիր է, կարող է իմանալ, աշխարհում կան այս տիպի բաներ։ Մեր թանգարանը աշխարհում առաջին թանգարանն է այդպիսի։ Հետո կրկնել են, հա։ Հիմա ունեն էլի թանգարաններ կան, հստակ չեմ կարող ասել քանի հատ եւ ինչ, բայց կան թանգարաններ։ Բայց մենք հաստատ առաջինն Մենք ենք։ առաջինն ենք։ Ինչ լավ է։ Գնամ գլուխ գովամ։ Այս մեկը շատ լավն է, ասում չտեսա։ Հոյակապ է այ մարդ։ Ես կասեի Կոջոյանի Սասունցի Դավիթից նույնիսկ ավելի լավ է։ Իմ ժամանակ են, փոքր ժամանակ, Սասունցի Դավիթ տենց պապիրոս էր, ու վրան Կոջոյանի այդ Սասունցի Դավիթն էր, դրա համար բոլոր երեխաները այդ նկարը գիտեին։ Ձեզ շատ շնորհակալություն։ Հա? 4 սրահ եւս ունենք։ 4 սրահ։ 5-րդն էլ պատրաստում ենք բացել։ Մի րոպե, ներքևը մի հարգա, թե։ Ներքևը մի հարկ է։ Բայց 4 հատ սրահ է։ 4 հատ սրահ է։ Հա։ 5-րդն է նախապատրաստում։ Գեցես։ Երևի շատ շնորհքով լավ տնօրեն ունեք, հա։ Շատ։ Ով է։ Վահանը Բադալյան։ Վահան Բադալյան։ Բադալյան։ Ես ինչքան բան պետք է հիշեմ, գնամ նայեմ։ Մի հատ խեցեգործ ճիշտ եմ ասում։ Սամվել եւ Մանվել Բաղդասարյան։ Եկեք ես անջատեմ մի հատ այդ գրեմ էլ, երկուսն էլ, երեքն էլ։ Ձեզ շատ շնորհակալություն։ Ես կնայեմ տնօրենի մասին համացանցում, բայց մի հատ ասեք, դուք ասեցիք ինձ, այստեղի թատրոնի տնօրենն էր, այս փոքր թատրոնը, հա, Աբովյանի վրա, ու քանի տարի է այստեղը։ Մոտ 5-6 տարի է արդեն գեղագիտության ազգային կենտրոնում։ Ահա, եղավ։ Ձեզ հաջողություն եւ շատ շնորհակալություն, ստեսին ձեզ։ Ստեսին ձեզ։ Ինչ լավ աղջիկ էր։ Տնօրեն
ոնց էլ գտնում են, չէ՞, sense լավ մարդկանց շնորհքով։ Դե այն փոքր թատրոնն էլ է հետաքրքիր տեղ, բայց ինքը արդեն 5 տարի է ստեղ է։ Շատ լավն է։ Ճիշտ ասեց էլի։ Իզմեր չգիտեն երեխեքը։ Դե մի կողմից, որ սովորում ես, իզմերը պետք է սովորել, բայց հետո դառնում են կապաններ, էլի։ Դա պրոբլեմ է, լուրջ։ Ինչ լավ ծառեր են, չէ՞, եկեղեցու մոտ։ Ընտիր։ Անայտը արդեն մեկի հետ ծանոթացել է։ Ես էլ ասում եմ Անայտը արդեն մեկի հետ ծանոթացել է։ Արևազիչ ջան։ Էս ինչ գործ ունես ես կողմերը։ Բա։ Եկել եմ Ժաննային նկարեմ։ Հա։ Հա։ Ֆոտո, թե վիդեո։ Վիդեո։ Յա։ Մի րոպե, ծերից ծեր նկարելու ես։ Հա, ռեյքը տալու եմ գնա։ Ես ուզում եմ 2 կամերայով։ Ինչով։ 2 կամերայով նկարեի։ Բայց այն շտաճիվս բացեցի, ոտը ջարդած էր, չէր պահում։ Դրա համար զանգեցի ասեցի Ժան, մի հատով կնկարեմ։ Ասեց դե լավ ոչինչ։ Գնացի ես, գնամ որ մարդիկ չմտնեն շտաճիվս կամերան դրա։ Տայիկ ջան, մի րոպե մի հատ բան հարցնեմ, բա արեն շտաճիվի ո՞նց ես նկարելու։ Չէ, մի հատ ունեն։ Հա, լավ, արզա։ Դրա համար մի հատ ունեն։ Արզա, դե քեզ հաջողություն։ Մի հատ անջատում։ Կոմսերը հեռախոսից մեջ է։ Անայտը ասեց, արի ես ներս մտնեմ։ Գնացինք ցույց տվեցին, էլ ասեցին դեռ ներս չենք մտնում։ Մնաց ընդեղ նստեցինքը։ Ես էլ ստեղ նստեմ։ Ինեսա ջան, մի հատ մերոնց բարևի, մենք արդեն բարևել ենք։ Հովան ուժեղ զբաղված է։ Քույրիկից հանդիպեցի։ Ինչպես։ Ես իր հետ եմ խոսում։ Ընկերու հետ էր։ Ենքան գովեցի մանկական ցուցահանդեսը, որ ասեցին ժամանակ կա գնանք մենք էլ նայենք։ Շատ գովեցի։ Իրոք շատ լավն էր, հայր։ Երևանում եթե ապրում եք եկեք, եթե չէ, որ գաք, մի կես ժամ տրամադրեք, իսնումա մեծ հաճույք կստանաք։ Բայց Յակոբ Զարգարյանի գիրքը պետք է առնել։ Իգիջանը ինքը շատ հետաքրքիր մարդ էր, դեր այդ զրուցելը բանում ինչ շատ հետաքրքիր էր անցնում սրճարաններում իհարկե։ Զարգարյանն էլ էր համով շատ մարդն, որ կարծում եմ համով գիրք կլինի։ Այն մի հատը հիշացնեմ, եթե հանդիպեք միտեղ նայել էր շատ լավը Յակոբ Զարգարյանի, կոչվում էր ռուսերեն էր, ոնց որ սա Из далекого и недалекого прошлого. Շատ լավն էր։ Այնտեղ Սարյանի մասին էլ կար։ Պատկերացնում եք, այս խճանկարներ են երեխան, որ նկարել էր 7 տարեկան է։ 7։ Ինձ թվում է ինչ-որ մատիվներով շարունակած է, այսքան սերտ երկար չէր էլի նկարը, բայց դե միտքը պարզ է, հեղինակայինը իրանն է։ Ողջույն, ես
Հա, ես էլ ուզում եմ ասել ես մենակ։ Չէ, մենակ չեմ, հələ 3 հատ շուն, մի հատ էլ Լևոն ընկերս։ Լևոն ընկերոջը տեսանք։ Արմեն ջան, ողջույն։ Գագոն բացելով գալիս է տեղս բաղացնի։ Հա, բանդերից սենց անեիք կսբաղացնի էլի։ Մեր սիրած մեզ ստեղարի, Բարև ձեզ։ Ողջույն։ Ծխախոտ կտակ ինձ։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ։ Ում եմ բարևում այսօր։ Արմենին։ Հա, չէ, то есть GoPro-ով։ Я, привет։ GoPro նկարում, հա։ Հա, բավոց։ Я, Վովա, ասել դու ես, հեռախոսով խոսում էր։ Մի հատ խնդրեք, բայց էլի, ասացիր որ խնդրեմ, չէ։ Խնդրում եմ ինձ մի հատ Խնդրեմ։ Ամեցեք, էլ ասում ես։ շնորհակալ եմ։ Բա չէ, այն տուփերը վրեն թուղթու գիր գրած։ Լրիվ։ Հիմա էլ ձեզ։ Չէ, ես չեմ ծխում ընդհանրապես, շնորհակալություն։ Ահ, դու չես ուզում, հա, խնդրես։ Չէ, ինքը սովոր չի հերոստացություն լինի, իսկ ինձ արդեն մի 4 անգամ ինտերվյու եմ վերցրել, так что ստանդարտություն չկա։ Ինձ օքեյ է։ Էլի դառնով օքեյ է։ Բեկին Ժաննայի քրոջ աղջիկնա դիզայները հայտնի, ստեղել ես դու արել։ Իհարկե ես եմ արել, այլև Բա ուրա, պլակատը չկտա։ Արի մի հատ շուշտուրելի բեկի։ Դե Զավեն Արմեն Զավեն Արմեն։ Ընկերս Դուք միշտ ուրիշների համար եք խնդրում, հա։ Չէ։ Պրոստը ես սիրում եմ զանազան գործերով զբաղվել ու տարբեր իրավիճակների մեջ ինձ նոր հայտնաբերել։ Այո, Ինձ բարձր։ հետաքրքիր էր թե ուր ինձ կբերի ես իրավիճակը, ես ծանոթացա Արմենի հետ։ Շատ լավ է։ Հետաքրքիր աղթամարի ու Եթե ուրիշի համար չխնդրեիք, չեք ծանոթանա։ մաշված լավ մետաղից, ինչը նշանակում է, որ դուք արդեն քանի դարյա ծխում եք։ Ես։ Հա։ Ես ուղղակի ասեմ դուք հաշվեք 9-րդ դասարանից։ Ես է Ահա, այս նկարել է Բեկին։ Այո։ Շատ սիրնասված։ Անուշ։ Մենակ որ ճիշտ կպցնեին Որը։ այս տեսնես Հա։ Էսի պետք է կպցնեին այստեղ Հա դե հիմա։ Միրոպե, Բեկի, դու էսկիզը տալիս ես, հետո իրանք անում են, հա։ Ես եմ սաղ արել հավաքել տարել տպելու, պրոստը այդ վերևի տարերը, որ մենք ամեն անգամ փոխում ենք, նենց ենք տպում, որ կարողանանք փոխենք, էլի։ Հասկացա, Ու ամեն անգամ պետք է էդի կպցրվի, ու համբի, ու չգիտես խի իրենք որոշել են, որ այնտեղ կպցնեն։ Հիմա ուզաշուզած ամեն անգամը տեղ պետք է կպցնես, հա։ Չգիտեմ, հուսամ տեղերը շատ չի մնա, մյուս անգամ ներքև։ Հա։ Իսկ դու տեսել ես ներկայացումը։ Չէ, այսօր առաջին օրն է։ Այսօր առաջի օրն է, հա։ Պրեմիերա է։ Հա, ճիշտ, այն մարդ ասեց Անահիտը, մոռացա։ Դե ձեզ լավ երեկո։ Շնորհակալ եմ շատ Արմեն ջան, ձեզ էլ։ Շատ ուրախ եմ ծանոթանալու։ Հակա երեխեք ջան։ Այն ներքևից պրոսպեկտը փագը, սաղ տեղերից փագը։ Այո, անպայման։ Քանի տեղացույց ասացիք։ Այս սահմանադրականի մոտ ցույց է։ Դատարանի մոտ։ Հա։ Այդ մեկ։ Բարեկամությունը դե բարեկամության մետրոն դե փակ է, այնտեղ խցանում է Կոմիտասից միջև չգիտեմ։ Էլի ցույց է։ Չէ, դե բանը Սահմանադրականի պատճառով։ չէ, կամրջի պատճառով, Հա, փակա դե միշտ խցանում է։ Էլ։ Այդտեղ փակ մեկ էլ էս պրոսպեկտն է խցանում։ 4 կողմից ինքը վերևից Բայց ու ներքևից։ ցույցի համար չի, ցույցը մենակ սահմանադրական է։ Այս թևը էլի այդ կամրջի պատճառով է խցանում լինում։ Հա, ու դրա պատճառով Դավիթի ժողովուրդը Երկու ճանապարհը փակ է։ Նած այն մյուս թևը, այն մյուս թևից երևի եկող մարդիկ եկել են արդեն ստեղ։ մենք հենց այն մյուս թևից ենք։ Հա, դե չգիտեմ։ Ով որ մետրոյին հասանելիություն ունի, կամ էլ իրանք են հասցնում։ Լավ, սպասենք։ Այն ամերիկացի ընկերոջս ուզում եմ Пожалуйста։ Բարի մախտանքներ ասեմ, վիրահատել են բանին լովային սաքսը։ Առողջություն ցանկանանք։ Հա, Առողջություն ցանկանանք։
Հաջող անցել ամեն ինչ, հիմա հա, վիրահատել են սիրտը, բանը, բանը, ինչ եմ ասում, շունջիրվեն են արել, դու ճանաչում եք իրան, գիտեք, 24 սա, ճանաչում եք, հիշեցիք թե չէ, չէ, որ ասիք, տենամ որ հիշեմ, Արմենի, որ օշի ծանոթ ունեք իրար հետ, Ալիկը, հա, լավ, հիշեցի, հա, տենում եք, հիշացրեցի, ինքը ձեր հաղորդում ամենուր նայում ամենուր, հեսա ինքը առավոտը գզանք տալից, հա, տես մեկը նայել եմ, անպարված արձագանքի Գնամ մի հատ ներս ես, հա, Անահիտն էլ ազերեցում, եկել ենք թատրոն, հա, 7:30 է սկսում, բայց քանիսն է, Անուշ, մոնո ներկայացում է, դե աղջիկը հետ էր բացատրում, ինքը աշխատակից հանդեղից է, մուտկա է, մտուր եմ գնում, հա, ուղղակի ժողովուրդը չի հավաքվել, ասեց տոմսերը լրիվ վաճառված է, նենց որ հաստատ գալու են, բայց դահլիճը կոնկրետ այս րոպեին կիսատ է, այդ աղջիկը բացատրում էր ինչի է կիսատ դահլիճը։ Ես եմ սենց խճանակար, Հովհաննես Թումանյան։ Ահա, սենց արագ լցվում է դահլիճը։ Քույրս է կամ իմանանք լավ էր։ Հավանեցիք։ Հավանեցիք։ Իհարկե, ես դեռ պատահանից այս կողմ եմ։ Քույրս է։ Ես եմ Ժանայի մաման։ Ստեղ ինեսը։ Չէ, մենք չորրորդ շարքում ենք։ Այստեղ, բայց չգիտեմ, կասես։ Էդ ինչ ես ասում, բա դու չես լսում, են որ լանջերին խաղեր եմ ասում, ումն ես դու, աստված գիտի, աշխարհ գիտի, իմն ես դու, դե հանդաղ չի վիճակնի բարին, երկրով գոմ են կենի գիտիարին, դեղը դիլտիլ, բոյը դիլտիլ են յարի, ինչ դարդում եմ քաննագա աշխարի, համբարձու դենուսին ուրազը, սրտումն է մնում։ Իսկ նորեք հարսի պարդի կամակից նայում եմ դավնած հարսն ու աղջիկեք, որ տականում են տղեկը սաստիկ, փեշերը հավաք, խրում են գոդին, գետին են զարկում ձրկերը հասնին, իրար են հասնում, թապով մորեգին, ու են անկանում խոզապաշմուկի, ընգնում են գետնին ելնում յասին, դժվար է պրև հաղթել մեկ-մեկի, իզում են գողում ամբողը հարպած, զուր սրտատրով նայում աղջիկներ, և զուրի անուշը իր շունչը կտրած սարելու կանգն է, ինչպես մի պատկեր։ Ես կանչում, բաբան մուսիջան, ինձ մի սպանիր, սրից հետո չեմ սիրում նրան, վախենում եմ ես, խավետ տեղը դիր, սիրտս դողում է դերևի նման, քո ոտի հողնեմ, մուսիջան, օսի, դուք ու ես իրեն երդում ես տալիս, ես էլ զարույն, չեմ սիրում ասի։ Զորեք, ծաղիկներ, Արտասվելով լանով էդպես, և չես դարձնում էլ յարին, ինչու ես ուր հանգցնում ես, ջահել կրակն աչքերի։ Նրան մաղջերի վրա, մաղջուրը ծաղկերի, դու էլ գնա, նոր սեր արա, էդպես է կարգը աշխարի։ Տոնարի, փախիլ գիշերով ու թագունարի։ Այն բնած սարի լանդի, ով է կնած ինձ Բրենք կաշով։ Տեսեք, դա բուզուրնալ, ինչ արսանիք է դուրս գալիս,
մարդիկ ուրա, թոնությունով, ձիեն խաղում, չապ տալիս, մարդիկ ուրա, թոնությունով, ձիեն խաղում, չապ տալիս, աղջի, ես ինչ տեսնիք տեսա ես, ու աստվածային անհաս խորհրդով, լծվում բովանդակը վրա, կարոտով մի հեղ համպուրվում, աշխարից հեռու, լասում կամար։ Ահա, ավարտվեց, աղջիկները տխուր, արցունքոտ աչկերով դուրս եկան, հիմա սպասենք Ժաննան փոխվի, գա, քանիսը դարավ, 9-10 տպավորություններն են պատմում այս էմոցիայից ամբողջ ժամանակ լարվածություն կար ու ինչ-որ շատ հետաքրքիր էմոցիաները փոխանցվում էր հանդիսատեսին հրաշալի էր խաղում էր Ժաննան ու ներկայացումը լավն էր ինչա դուր եկավ ասես մի շնչով եմ նայում շատ արագ անցել ժամանակը իրականում այդքան հետաքրքիր էր այդ այն զգացողությունները որ կարող էր փոխանցել հանդիսատեսին դա հրաշալի էր նոր տեսակա այս նոր բացի մատուցման ձևը ամեն ինչը շատ տարբեր է մենք անուշը սովորաբար գիտենք Հովհաննես Թումանյանի հետ բանից կամ մեր օպերայից Տիգրանյանի մեր օպերայից իսկ այս մատուցման ձևը նոր էր իհարկե ու շատ բարդ է մի դերասանուհու բոլորի էմոցիաները հաղորդել հանդիսատեսին այսպես հանդիսատեսին պահել դարվածության մեջ այո մի հոգով շատ շնորհակալ եմ ձեզ Ժաննայի դասախոսն ասեցի ես որ խոսամ մենակ լավ բաներ պետք է ասեմ երբ որ տեսնում ես որ քո արած աշխատանքը դարձել է արժեք բեմի վրա տեսնում ես արժեք դա արդեն աշխարհի ամենամեծ նվաճումն է որովհետև մարդը վերցրել է այն եւ զարգացրել այն ինչ ներսում կար որը կոչվում է տաղանդ ես հիացած եմ Ժաննայի աշխատասիրությամբ 20 տարուց ավել գիտենք իհարկե Ժաննան այն մյուս ներկայացումները ուներ Ժաննան դեռ ավելի շատ բաներ կան ես շնորհավորում եմ նրան իդեպ մենք բոլորը շնորհավոր ենք այսօր Ժաննայի ծննդյան օրն է այո ճիշտ է եւ շատ ես կարծում եմ որ
ներողություն մեծամտություն չհամար, մի քիչ էլ իմ հաղթանակն է, որովհետև ես հպարտ եմ յուրաքանչյուր Ձեզ էլ կարանք շնորհավորենք։ երեխան հասնում է Պրիմիերայով։ դա քո սեփական երեխան է, թե քո սանն է, Ժաննան տաղանդավոր աղջիկ է, դեռ շատ լավ գործեր է անելու, ես նրա էդի պարքայով ընդհանրապես հիացած եմ և աստուծո ֆինալով անկրկնելի էր, անկրկնելի ֆինալ էր, որովհետև լավագույն մեծ դերասաններին հավասար, մեծ դերասաններ մեր տերում հետ, ում ճանաչել եմ, ում հետ աշխատել եմ, ես շատ մեծ մարդկանց հետ եմ աշխատել, նա անկրկնելի էր, շնորհավորում եմ և ձեր թույլտվության բարի երդ Ժաննային և ուրախություն։ Մերսի շատ։ Մարգարիտա Մնացականյան, Ժաննայի նախկին դասախոսը։ Դասախոսը նախկին չի լինում։ Կինոյի թատրոնի ինստիտուտի դասախոսը, հիմա մենք ընկերուհիներ ենք, այսպես կարող եմ ասել։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Դե մի հատ էլ դուք խոսացեք, ես ես նկարեմ։ Ինչ կարող եմ ասել, շատ հուզիչ էր, շատ հեզգաշ մի մարդա այսքան դեր խաղաց ու դու բեմում տեսնում ես այդ տարբեր դեմքերը, այդ տարբեր արտահայտությունները, Տրամադրությունները տարբեր չէ։ Այո, ու հուզվում ես, տեսնում ես այդ մարդը ոնց է սիրում, ոնց է ատում, ոնց է ցավակցում այդ ամեն ինչը ու մի մարդը կարողացավ քեզ փոխանցի։ Ձեզ էլ շնորհակալություն։ Իսկ ում համար եք նկարում։ Նյուզան։ News AM։ Լրատվական կայքայով։ Բաթումանյան ջան։ Ահա, հասանք Սայաթնովա Աբովյան անկյուն։ Էս անի ռեստորանը, են Սուրբ Աննա եկեղեցին, Անի, Աննա, են կողմից էլ եկան, դեղել Ժաննա, այո, լավ, Աբովյանը հլե իջնենք մի քիչ։ Ուժեղ էր, ինձ դուր եկավ, ուժեղ էր, շատ ես ազդվեցի։ Հա, գիտեմ, սաղ աղջիկները լաց էին ելնում։ Իրոպեան այդ։ Հետ դու ոնց կտար Ժաննան որտեղ էր, ես միջև կտա։ Դե ես հիշում էի անցյալ անգամից որտեղ էր։ Ես խալ արեցի News AM-ի աղջկա հետևից պետքա գնայի։ Գնացի սիգարետի խելքին ընկա։ Ինչ մուզեում։ Ես դեռ News AM մի հատ աղջիկ է։ News AM։ Ես մյուզեում եմ լսում մտածում չասում։ Թատրոն Գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքներ։ Տենում ես, իրանց տնորենը անցյալում եղել է այն փոքր թատրոնի տնորենը, մի 5 տարի առաջ։ Հիմա գեղագիտա, ես մտա այնտեղ նայեցի հոյակապ նկարներ էին։ Դու չկայր քեզ էլ ուղարկեի։ Մակային ուղարկեցի, ընկերուհու հետ գնացին։ Ինչ? Մակային ուղարկեցի, ընկերուհու հետ գնացին, նայեցին։ Ես մերոնց է խորհուրդ տվի, որ ողջույն։ Լավ, մենք էլ անցնենք։ Այսօր Արմեն, ամենաշուքուրն է ինձ թվում։ Ոնց, Երևանում անայդ, ինչ ես ասում։ Այս մեր սաղորերից է անցկացրած։ Լավ էլի, չէ։ Չէ, օքաշը, օք։ Նույնիսկ ես քամին չի հողացում։ Իսկ աղվերանում Արմեն, դու գիտես որ կարկուտ է եկել, ձյան նման նստել է։ Պատկերացնում։ Լավ է։ Զվանն է։ Ինչն է ես։ Տիերանը։ Ոնց, նատուրը գոլն է։ Այո, նատուրը գոլն է։ Այ, ես ոնց է փոխվել։ Պատմության գիրք գնաց։ Բայց ափսոս, լավ տեղ էր։ Շատ լավ տեղ էր։ Այսքան տարի ինքը գոյատևեց։ Տերը մահացավ, դրա համար էլ ասենց
ստացվեց։ Ոնց Արամը մահացել։ Ոնց Արմեն դու ամեն անգամ զարմանում ես։ Հա, ես միշտ զարմանում եմ, որ մարդիկ մահանում են։ Չեմ կարում սովորեմ։ Գիտեք մատել ինչ։ Աստեղ Արաքսը չկա, հա, Պաստերեն սրճարանը։ Տեսա դու բանը ձեռս առնում, թե ինչ չեմ հասկանում։ Ես ինչ հետագիր բան են սարքել։ Նստեցինք, նկարում եմ, ասեք, Վալջին։ Են կողմից եկանք, Աբովյաններ, հիմա էլ Թումանյանով գնանք։ Լավ մնաք հայր ջան։ Ստեսություն ձեզ։ Առողջ եղեք։ Այո, միշտ առողջ և խաղաղ երկինք։ Մնաք խաղաղությամբ, այսինքն։ Ստեսություն ձեզ։ Հա, գոլդ խնկալին ստեղ, հայր մի անագստացեք։ Չի կորի։ Ինչքան շոտ է, մարդու շոտ է։ Հա, այդ շրլիքն է։ Ես կասի, չգիտեմ, ես չեմ կերիձ է, դուք եք, ես թխվածքն էի ուտում, բայց ոնց է, իսկապես արժեք, որ իսկան ժողովուրդը գալիս։ Չեմ հիշում։ Ահա մեր մեքենան,